Գրականությունն ու կինոն արվեստի երկու տարբեր, բայց միմյանց լրացնող ձևեր են, որոնց միավորումը միշտ էլ եղել է հետաքրքիր և բարդ գործընթաց։ Գրական ստեղծագործության մեջ հեղինակը ստեղծում է աշխարհ բառերի միջոցով, պատկերներ, կերպարներ, զգացումներ և գաղափարներ, որոնք ապրում են ընթերցողի երևակայության մեջ։ Իսկ կինոն այդ նույն աշխարհը ներկայացնում է էկրանի վրա, պատկերների, շարժման, հնչյունի և լռության միջոցով։ Երբ գրական ստեղծագործությունը տեղափոխվում է էկրան, առաջանում է մի յուրահատուկ երկխոսություն բառի և պատկերի միջև։ Հայ գրականության մի շարք արժեքավոր ստեղծագործություններ ստացել են նոր կյանք կինոարվեստում, պահպանելով իրենց գաղափարական խորությունն ու ազգային գույնը։ Գրական գործը էկրանավորելիս ամենամեծ մարտահրավերներից մեկը հեղինակի լեզվի, պատկերավորման և գաղափարական շերտերի պահպանումն է։ Այս նախագծային աշխատանքում փորձ է արվում ուսումնասիրել, թե ինչպես է հայոց լեզվի գեղարվեստական ուժը պահպանվում և արտացոլվում գրական ստեղծագործությունների էկրանավորման ժամանակ։ Որպես ուսումնասիրության նյութ ընտրվել են Բակունցի «Միրհավը» և Հովհաննես Թումանյանի «Գիգորը» պատմվածքները, որոնք թեև տարբեր են լեզվական ոճով և կառուցվածքով, բայց երկուսն էլ կարևոր օրինակներ են գրական լեզվի կինեմատոգրաֆիական փոխանցման տեսանկյունից։ Աշխատանքի նպատակն է բացահայտել, թե ինչպես են այս ֆիլմերում պահպանվել պատմվածքների լեզվական առանձնահատկությունները, պատկերավորումը և գեղարվեստական ազդեցությունը։ Թումանյանն այն գրողներից է, որի ստեղծագործություններում ապրում է մի ամբողջ ժողովուրդ։ Նա ծնվել ու իր նախնական կրթությունը ստացել է հայրենի Լոռիում, գյուղական պարզ ու աշխատավոր միջավայրում։ Թումանյանը չէր գրում պարզապես պատմություններ, նա գրում էր մարդկանց մասին, խոսում էր նրանց անունից։ Նրա լեզուն պարզ է, ժողովրդական։ Իր գործերում նա բացահայտել է հայ մարդու հոգեբանությունը, ցավերը, երազանքները, անարդարությունների հանդեպ պայքարը։ Նրա ստեղծագործություններում տեղ են գտել հայրենասիրական, սոցիալական, սիրային, փիլիսոփայական ու մարդկային արժեքների մասին թեմաները։ Թումանյանի համար գրականության ամենամեծ աղբյուրը բանահյուսությունն էր։ Նա հավատում էր, որ ժողովրդի պատմությունը, խոսքը և մտածողությունը պետք է ապրեն գրականության մեջ։ Թումանյանը միայն գրող չէր, նա նաև հասարակական գործիչ էր։ Դժվար ժամանակներում նա կանգնել է ժողովրդի կողքին, փորձել հաշտեցնել թշնամացած ազգերին, պաշտպանել մարդկային արժանապատվությունը և արդարությունը։ Այդ նույն մարդասիրությունն ու ցավը մենք տեսնում ենք նրա ստեղծագործություններում։ Գիգորը պատմվածքը հենց այդ մտածողության արտահայտությունն է։ Փոքր, անմեղ երեխայի ճակատագրի միջոցով Թումանյանը բարձրաձայնում է այնպիսի խնդիրներ, որոնք ցավոք արդիական են նաև այսօր՝ անտարբերություն, խավերի անհավասարություն։ Ուզում չեմ։ Իմ քորպա երեխին են արիր ավաշխարքը գծիրումի, ուզում չեմ։ Դանից կտրմա, որպու անտեր քաղաքակծը։ Անումն էլ դնում թե մարդ դառնալու։ Հա, մարդ դառնալու։ Նստիլ վեր կենալ սովորելու, որից նման խեղճ ու զուրկ չմնա։ Հատկանշական է պատմվածքի սկիզբը։ Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։ Այս նախադասությունն արդեն իսկ մեզ պատրաստում է պատմության հիմնական հակասությանը։ Գյուղացի Համբոն որոշել էր իր 12 տարեկան որդուն՝ Գիգորին, տանել քաղաք և մի գործի տալ, որպեսզի մարդ դառնա։ Սակայն մայրը կտրականապես դեմ էր։ Նա չէր ուզում իր փոքրիկ, անփորձ երեխային ուղարկել անծանոթ ու դաժան աշխարհ։ Նրա վախն ու մայրական անհանգստությունը արտահայտվում են լացի ու աղաչանքի միջոցով, բայց Համբոն չի լսում կնոջը։ Գյուղից հեռանալու տեսարանը պատմվածքում շատ հուզիչ է նկարագրված։ Թումանյանի Գիգորը առանձնանում է իր կենդանի, խոսակցական լեզվով, ժողովրդական բառապաշարով և հստակ սոցիալական շեշտադրումներով։ Պատմվածքում մեծ դեր ունեն երկխոսությունները, որոնք բացահայտում են հերոսների բնավորությունն ու ժամանակի իրականությունը։ Ապի, մեր տունն են ահա։ Շատ երկխոսություններ գրեթե անփոփոխ հնչում են էկրանին, ինչը օգնում է պահպանել հեղինակի լեզվական ինքնատիպությունը։ Գիգորի պարզ, միամիտ խոսքը ֆիլմում նույնքան ազդեցիկ է, որքան պատմվածքում։ Պատկերավորումը ֆիլմում լրացնում է գրական նկարագրությունները։ Եթե Թումանյանը բառերով է նկարագրում քաղաքային միջավայրի անտարբերությունը, ապա ֆիլմում դա տեսնում ենք մարդկանց հայացքներում, շարժումներում, մթնոլորտում։
Գրական ստեղծագործությունը ֆիլմի վերածելը սցենարիստի և ռեժիսորի համար պարզապես տեխնիկական աշխատանք չէ, այլ բարդ ստեղծագործական ճանապարհ, որտեղ յուրաքանչյուր քայլ պահանջում է զգուշություն և խոր զգացում գրական խոսքի հանդեպ։ Գրականության մեջ հեղինակը խոսում է բառերով, երկար նախադասություններով, ներքին ապրումներով և նկարագրություններով, իսկ կինոյում այդ ամենը պետք է փոխակերպվի պատկերի, շարժման, լռության և երաժշտության։ Սա առաջին և ամենաբարդ մարտահրավերն է, քանի որ գրական լեզվի ամբողջ հարստությունը հնարավոր չէ բառացիորեն տեղափոխել էկրան։ Այնուհետև մենք տեսնում ենք Գիգորի բարբառային բառապաշարը, որը պահպանվել է թե պատմվածքում, թե ֆիլմում։ Ռեժիսորը չի փոփոխել նրա խոսքը, ինչը թույլ է տալիս դիտողին պահպանել Թումանյանի բնորոշ լեզվական ոճը և հերոսի պարզ, միամիտ բնավորությունը։ Այս պարզ և կարճ նախադասություններով հագեցած խոսքը ցույց է տալիս Գիգորի անմեղությունը, հետաքրքրասիրությունը և քաղաքի իրականության հանդեպ առաջին տպավորությունները։ Գիգորի միամիտ մտքերը արտահայտված են պարզ խոսքերով, որը հեշտ է ընկալել։ Նրա հարցերը և արձագանքները բացահայտում են քաղաքի նոր ու անծանոթ միջավայրի հանդեպ հետաքրքրասիրությունը, ինչպես նաև պարզունակ միտքը։ Սրանք բուխարի չունեն։ Չէ, սրանցը փեչն է։ Փեչն այ։ Կալ էլ չունեն։ Ադասրակ քաղաքացի են, գեղացի հոչ են, որ կալ ունենան։ Բա որտեղից են հաց ուտում։ Փողով առեմ են ուտա։ Փողով։ Փողով։ Բա հացն էլ փողով կարնեն ապի։ Հա Գիգոր ջան, փողով։ Խանութից առնեմ են ուտեմ, հացն էլ են փողով առնեմ, եղն էլ, կաթն էլ, մածունն էլ, փետն էլ, տո հլա ջուրն էլ։ Վահ։ Բա, սրան Թիֆլիս կասեն, դու հլաղոչ աղկած շատ բան կսվորես։ Սցենարիստը կանգնում է ընտրության առաջ. ինչ թողնել, ինչ կրճատել, ինչ վերափոխել։ Այն, ինչ պատմվածքում կարող է արտահայտվել մի քանի նախադասությամբ կամ հեղինակի ներքին մեկնաբանությամբ, ֆիլմում պետք է ցույց տրվի հերոսի հայացքով, դանդաղ քայլերով կամ երկար լռությամբ։ Հատկապես դժվար է ներքին մենախոսության փոխանցումը, քանի որ գրական հերոսի մտքերը ֆիլմում չեն կարող անընդհատ հնչել խոսքի ձևով։ Այդ պատճառով ռեժիսորը ստիպված է որոնել այլ լեզու, որտեղ զգացմունքը խոսքից ավելի ուժեղ է։ Բացի դրանից, պատմվածքում հերոսների ներքին ապրումները հաճախ արտահայտվում են մի քանի բառերով կամ կարճ նախադասություններով, իսկ ֆիլմում այդ զգացումները ավելի տեսանելի և ընդգրկուն են դառնում դերասանների խաղի, հայացքների և ձայների միջոցով։ Այսպիսով, գրական խոսքը ֆիլմում վերածվում է կենդանի արտահայտության, պահպանելով Թումանյանի բնորոշ լեզվական ոճը և հերոսի բնավորության անմիջականությունը։ Ֆիլմում մենք տեսնում ենք, թե ինչպես է Գիգորը հիշում իր գյուղը, ծնողներին, մանկության ճանապարհը և ընկերներին։ Այս հատվածը գրքում չկա, սակայն ռեժիսորը ստեղծել է այն տեսողական պատկերներով, փոխանցելով Գիգորի կարոտն ու միայնությունը։ Այս կերպ ֆիլմում բառերով չարտահայտված զգացմունքները կենդանանում են տեսողական լեզվով և դերասանների խաղով։ Մեկ այլ կարևոր դժվարություն գրական բնագրին, հավատարմության և ստեղծագործական ազատության սահմանն է։ Եթե ռեժիսորը չափազանց կպչում է տեքստին, ֆիլմը կարող է դառնալ ծանր և ոչ բնական, իսկ եթե շատ հեռանում է բնագրից, կարող է կորցնել հեղինակի գաղափարն ու հոգին։ Այս նուրբ հավասարակշռությունը պահպանելը պահանջում է ոչ միայն մասնագիտական հմտություն, այլև գրական ճաշակ։ Տեսարանը կարևոր խորհրդանշական պատկեր է։ Գետը զարկվում է պատերին, ճնշվելով խեղդվում։ Սա կարծես Գիգորի հոգեվիճակի արտացոլումն է։ Նա ևս ճնշված է, խեղդվում է օտար միջավայրում։ Երբ նա ծկնորսների ուռկանը կապում է իր բախտի հետ, և այն դատարկ է դուրս գալիս, ակնհայտ է դառնում, որ նա իրեն համարում է անբախտ։ Նրա մանկական հավատը բախտին ևս հիասթափություն է ապրում։ Եսմինն իմ բախտից։ Եսմինն էլ Զանի բախտից է։
Հատվածի սկզբում տեսնում ենք ընտանեկան միջավայրի լարգազությունը։ Տիկին Նատոն իր բարկությունն ու դժգոհությունը թափում է Գիգորի վրա, նրան ընկալելով որպես բեռ, որպես անպետ ծառա, որը միայն ամոթ ու խնդիրներ է բերում իրենց տուն։ Վարավդելին փորձում է պաշտպանել տղային, արդարացնելով նրան, բայց նրա ձայնը անզոր էր, նրան ոչ ոք չէր լսում։ Այստեղ արդեն ձևավորվում է հակադրություն, չարություն և կուտ, դաժանություն և մայրական խղճահարություն, սակայն բարությունը չի հաղթում։ Գազազի դաժան ծեծը ցույց է տալիս, թե որքան անպաշտպան է Գիգորը քաղաքային միջավայրում։ Բալը թանկ էր, հը՞։ Կրկնվող արտահայտությունը դառնում է նվաստացման խորհրդանիշ։ Փոքրիկ, անմեղ խոսքը վերածվում է ծանր մեղքի։ Գիգորի արդանանալու փորձը կիսատ է մնում, ապտակը կտրում է խոսքը։ Սա խորհրդանշում է, որ նրա ձայնը ոչ ոք չի ուզում լսել։ Նա ոչ միայն ֆիզիկապես է ծեծվում, այլև զրկվում է ինքնապաշտպանվելու իրավունքից։ Այնուհետև Գիգորը տեղափոխվում է խանութ, նա դառնում է աշխատանքի գործիք, մուշտարի կանչող, ապրանք ծալող, խանութ մաքրող, նրա մանկությունը վերանում է։ Գիգորի խոսքը հակառակն է, կծկտուր, կիսատ, ընդհատվող, ինչը ցույց է տալիս նրա վախն ու շփոթմունքը։ Այս լեզվական հակադրությունը սոցիալական անհավասարության արտահայտությունն է։ Հատկապես կարևոր են դիմելաձևերը և հայհոյական արտահայտությունները, արջի քոթոտ, լածիրակ։ Դրանք ցույց են տալիս հերոսի նկատմամբ վերաբերմունքը։ Լեզվական կոպտությունը բացահայտում է միջավայրի դաժանությունը։ Հովհաննես Թումոյանի Գիգոր պատմվածքի վերջին հատվածը ստեղծագործության գաղափարական և հուզական գագաթնակետն է։ Այստեղ ամբողջությամբ բացահայտվում է այն ողբերգական ճակատագիրը, որը սպասում է գյուղից քաղաք ուղարկված անմեղ երեխային։ Շրջաբանը ոչ միայն պատմության ավարտն է, այլ հեղինակի սոցիալական դատապարտումն ու մարդկային ցավի խոր արտահայտությունը։ Այս հատվածում գյուղացիների և Գիգորի հանդիպումը ցույց է տալիս արտաքին և ներքին փոփոխությունների հակադրությունը։ Գյուղացիները հիանում էին տղայի արտաքինով, ասելով, թե նա կարգին մարդ է դարձել նրանց։ Ուշադրությունը կենտրոնացած է հագուստի, տեսքի և արտաքին բարեկեցության վրա, սակայն իրականում Գիգորը շատ էր մաշվել։ Այս հակադրությունը բացահայտում է հասարակության մակերեսային մտածողությունը։ Բակունցի Միրհավը պատմվածքը աչքի է ընկնում խորապես քնարական լեզվով, մեղմ, երբեմն էլ խոհական տոնով։ Հեղինակը հաճախ օգտագործում է բնության պատկերներ, ներքին մենախոսություններ, խորհրդանշական մանրամասներ, որոնց միջոցով բացահայտվում է հերոսի հոգեվիճակը։ Ֆիլմում գրական լեզվի պահպանման հիմնական միջոցը դարձել է տեսողական պատկերավորումը, քանի որ պատմվածքում մեծ դեր ունի ներքին խոսքը, ֆիլմում դա փոխարինվում է լռությամբ, դանդաղ կադրերով, բնության երկար նկարահանումներով։ Միրհավ թռչունը ֆիլմում ոչ միայն բառացի կերպար է, այլ նաև տեսողական խորհրդանիշ, նույն նշանակությամբ, ինչ գրական բնագրում։ Թեպետ ֆիլմում ամբողջությամբ չի պահպանվում պատմվածքի բառացի լեզուն, այնուամենայնիվ պահպանվում է դրա հուզական լեզուն։ Հեղինակի մեղմ, տխուր խորհրդավոր խոսքը ֆիլմում փոխանցվում է երաժշտության, գունային լուծումների և դերասանական խաղի միջոցով։ Ուսումնասիրելով Բակունցի Միրհավը և Հովհաննես Թումանյանի Գիգորը պատմվածքները և դրանց հիման վրա ստեղծված ֆիլմերը, կարելի է համոզվել, որ գրական ստեղծագործության էկրանավորումը պարզ վերարտադրություն չէ, այլ խորքային վերաիմաստավորում։ Յուրաքանչյուր ֆիլմ իր ձևով է փոխանցում գրական լեզվի ուժը, երբեմն բառացի խոսքի պահպանմամբ, երբեմն էլ լռության, խորհրդանշական պատկերների և երաժշտության միջոցով։ Միրհավում գրական բարդ ու քնարական լեզուն վերածվում է զգացմունքային տեսարանների, որտեղ բառերը կարծես նահանջում են, բայց նրանց թողած հուզական հետքը մնում է ամբողջ ֆիլմի ընթացքում։ Այս աշխատանքը ցույց է տալիս, որ հայոց լեզվի գեղարվեստական ուժը չի սահմանափակվում միայն գրքի էջերով, այն կարող է ապրել նաև էկրանին, փոխելով իր արտահայտման ձևը, բայց պահպանելով իր հոգին։ Գրականությունն ու կինոն միավորվելով ստեղծում են մի նոր ամբողջություն, որտեղ բառը դառնում է պատկեր, իսկ պատկերը շարունակություն գրական մտքի։